Ողջույն սիրելի հետևորդներ, ողջույն սիրելի 7-րդ դասարանցիներ։ Այսօր ես կխոսեմ բազմանդամի թեմայի վերաբերյալ, որը շատ կարևոր թեմա է ոչ միայն 7-րդ դասարանում, այլև հաջորդ դասարաններում։ Տանք բազմանդամի սահմանումը։ Բազմանդամը միանդամների գումար հանդիսացող տառային արտահայտություն է։ Օրինակ, 5x-ի քառակուսի գումարած 7։ Ինչպես տեսնում ենք, 5x-ի քառակուսին միանդամ է, 7-ը միանդամ է և այս միանդամների գումարը բազմանդամ է։ 2x-ի խորանարդ գումարած 6x-ի քառակուսի գումարած 7x գումարած x գումարած 5։ Ունենք միանդամների գումար։ Միանդամների գումար հանդիսացող տառային արտահայտություն, որովհետև այդ արտահայտության մեջ կան տառեր։ Հաջորդը a անգամ d անգամ s անգամ d հանած 8 անգամ s անգամ d անգամ c գումարած 9s d հանած 8 և այլն։ Հիմա դասագրքից մի օրինակ պարզեցնենք 5a խորանարդ գումարած 6a հանած 4a խորանարդ գումարած 2a հանած 7 արտահայտությունը։ Այս արտահայտությունը պարզեցնելու համար, ինչպես տեսնում ենք, առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում միանդամներին։ Միանդամներն են 5a խորանարդը, 6-ան, մինուս 4a խորանարդը, 2-ան և մինուս 7-ը։ Այժմ կատարենք նման անդամների միացում։ Կարող ենք առանձնացնել փակագծերով 5a խորանարդը և մինուս 4a խորանարդը կլինի 5a խորանարդից հանած 4a խորանարդ խմբավորեցինք, այժմ 6a գումարած 2a, սա էլ խմբավորեցինք և վերջում հանած 7։ Ունենք 5a խորանարդից հանած 4a խորանարդ հավասար է a խորանարդ, 6a-ին գումարած 2a հավասար է 8a և շարունակությունը հանած 7։ Ստացանք a խորանարդ գումարած 8a հանած 7։ Ինչպես միանդամը բերել կատարյալ տեսքի։ Միանդամը կատարյալ տեսքի բերելու համար ցուցիչի միջոցով խմբավորում ենք իրար հավասար արտադրիչները։ 2 անգամ a անգամ 3 անգամ a անգամ b անգամ a։ Այս միանդամը բերենք կատարյալ տեսքի։ Կատարյալ տեսքի բերելու համար առաջին հերթին այստեղ ունենք 2 և 3 թվեր ունենք, որոնք հայտնի են, տառեր չեն, երկուսը բազմապատկում ենք 3-ով, հավասար է 6։ Այժմ տառերը այբենական կարգի համեմատ առաջինը a-ն է, a, 3 հատ a բազմապատկված է իրար, ուրեմն կունենանք a-ի խորանարդ, կամ ինչպես ասում ենք a-ի 3 աստիճան։ Գրեցինք a-ի 3 աստիճան, անգամ, այստեղ մնաց միայն b, անգամ b, ուրեմն ստացանք 2 անգամ a անգամ 3 անգամ a անգամ b անգամ a-ն հավասար է 6 a խորանարդ b, այսինքն մենք միանդամը բերեցինք կատարյալ տեսքի։ Այժմ բազմանդամը, ինչպես բերենք կատարյալ տեսքի։ Բազմանդամը կատարյալ տեսքի բերելու համար խմբավորում ենք իրար նման միանդամները։ Այստեղ ունենք 2a գումարած 3a գումարած ab, ինչպես տեսնում ենք, նման միանդամները 2a-ն և 3a-ն են։ 2a գումարած 3a հավասար է 5a և վերջում գումարենք ab-ն։ Այժմ ընդհանուր գալիս ենք հետևյալ եզրակացության, որ բազմանդամը կատարյալ տեսքի բերելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը։ Առաջին, բազմանդամի յուրաքանչյուր գումարելի, որը միանդամն է, բերել կատարյալ տեսքի, այսինքն կատարում ենք առաջին քայլը։ Եվ երկրորդ, նման միանդամների գումարը փոխարինել իրենց գումարին հավասար միանդամով։ Սա
այսինքն այս քայլն էր, որ կատարեցինք։ Այժմ հետևյալ օրինակը 5a 5 այսինքն 5 անգամ a քառակուսի գումարած 2a անգամ 3 հանած 2a-ի քառակուսի 2a, այսինքն այստեղ բազմապատկման նշաններ են, որոնք չենք գրում, գումարած 2a, այսինքն 2 անգամ a, բազմապատկման նշանները չենք գրում այս դեպքում, հանած 5 հավասար է։ Առաջին հերթին միանդամները բերենք կատարյալ տեսքի։ 5 անգամ a անգամ a քառակուսին բերենք կատարյալ տեսքի, կունենանք 5 a անգամ a քառակուսին a-ի խորանարդ։ Ցուցիչները գումարվում են։ Գումարած 2 անգամ a անգամ 3, երկուսը կբազմապատկենք 3-ով, այս թվերը 6 և կողքին կավելացնենք 6 անգամ a, 6a, հանած 2 անգամ 2 հավասար է 4, a քառակուսի անգամ a, ցուցիչները գումարվում են a խորանարդ, գումարած, այստեղ 2a է, գրում ենք նույնությամբ, 2a, հանած 5, հավասար է։ Մենք միանդամները, որը կարիք ուներ կատարյալ տեսքի բերվելու, բերեցինք կատարյալ տեսքի։ Այժմ այս բազմանդամը կատարյալ տեսքի բերելու համար մենք կկատարենք նման միանդամների գումարում։ 5a խորանարդ հանած 4a խորանարդ հավասար է։ 5-ից հանած 4 1, այսինքն 1 հատ a խորանարդ մնաց, գրում ենք a խորանարդ, 1-ը չենք գրում։ 6a գումարած 2a հավասար է 8a, գումարած 8a և մնաց այստեղ հանած 5, a խորանարդ գումարած 8a հանած 5, մենք բազմանդամը բերեցինք կատարյալ տեսքի։ Վարժություն 158, բազմանդամը բերեք կատարյալ տեսքի։ Բազմանդամը կատարյալ տեսքի բերելու համար առաջին հերթին ուշադրություն դարձնենք արդյոք միանդամները, որոնք մտնում են այդ բազմանդամի մեջ, բերված են կատարյալ տեսքի։ Գրված է 3x գումարած 7 հանած 2x հանած 3 ֆակտորիալ։ 3 ֆակտորիալը դա 1 անգամ 2 անգամ 3-ն է, որը հավասար է 6-ի։ Ունենք նման միանդամներ այստեղ 3x և հանած 2x-ը։ 3x-ից հանենք 2x, հավասար է x։ 7-ից հանենք 6, հավասար է 1, գումարած 1։ Մենք բազմանդամը բերեցինք կատարյալ տեսքի, ստացանք x գումարած 1։ Վարժություն 158-ից լուծում ենք մի քանի օրինակներ, մենք լուծեցինք b օրինակը, այժմ լուծենք g օրինակը։ 2ab-ից հանած 5y գումարած 3ab գումարած 6y գումարած ba։ Ինչպես տեսնում ենք, միանդամները կատարյալ տեսքի են, այսինքն կարիք չկա կատարյալ տեսքի բերելու և այստեղ կատարելու ենք նման միանդամների միացում։ 2ab գումարած 3ab գումարած ba։ ba-ն դա ab-ն է, այսինքն b անգամ a-ն դա a անգամ b-ն է, այսինքն արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում։ 2ab-ին գումարած 3ab հավասար է 5ab, 5ab-ին գումարած ab հավասար է 6ab։ Այժմ մինուս 5y գումարած 6y հավասար է պլյուս y։ Գրեցինք գումարած y։ 6ab գումարած y։ Բազմանդամը բերեցինք կատարյալ տեսքի։ Լուծենք d օրինակը։
3-ի քառակուսի անգամ n հանած 2-ի խորանարդ mn գումարած nm։ Նախորդ վարժության մեջ նորից ասացինք, կարող ենք գրել mn, արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում և կատարենք նման անդամների միացում։ Նաև այստեղ նշենք, որ 3-ի քառակուսին 9 է, 3 անգամ 3-ն է, 2-ի խորանարդը, այսինքն 2 անգամ 2 անգամ 2 հավասար է 8-ի։ Հիմա ունենք 9mn հանած 8mn հավասար է mn, այսինքն 1mn գումարած mn հավասար է 2mn։ Բազմանդամը բերեցինք կատարյալ տեսքի։ Վարժություն 159։ Հաշվեք արտահայտության արժեքը։ A օրինակը 3x-ի քառակուսի գումարած 5x հանած 2x-ի քառակուսի։ Պետք է հաշվենք արտահայտության արժեքը և տեղադրենք x-ի արժեքը, որը հավասար է 6-ի։ Այս արտահայտության արժեքը հաշվելու համար առաջին հերթին այս արտահայտությունը, որը բազմանդամ է, պետք է մենք այստեղ կատարենք միանդամների միացում, նման միանդամների միացում։ Ունենք նման միանդամներ 3x-ի քառակուսին և հանած 2x-ի քառակուսին հավասար է x-ի քառակուսի գումարած 5x։ Եթե մենք այս բազմանդամը չբերեինք կատարյալ տեսքի, ապա պետք է կատարեինք x-ի արժեքը հավասար է 6-ի տեղադրում կատարեինք, տեղադրեինք x-ի փոխարեն 6-ը և ավելի երկար գործողություններ կատարեինք։ Իսկ առաջին հերթին բազմանդամը կատարյալ տեսքի բերելով, մենք ավելի հեշտ ենք կատարում այս գործողությունները, այսինքն մի անգամից x-ի փոխարեն տեղադրելով 6 կստանանք 6-ի քառակուսի և կգումարենք 5 անգամ 6։ Ինչպես տեսնում ենք, բազմանդամը կատարյալ տեսքի բերելը շատ հարմար է վարժությունների մեջ անպայման իմանալը, այդ քայլերը կատարելը, այնուհետև թիվը տեղադրելը, որը տրված է։ 36-ին գումարած 30 հավասար է 66։ Այժմ կատարենք B օրինակը, ունենք մի անդամ, անգամ B քառակուսի անգամ C խորանարդ անգամ D, ինչպես տեսնում ենք, այս մի անդամը կատարյալ տեսքի է, փոփոխության կարիք չունի։ Այժմ կտեղադրենք բոլոր արժեքները A-ի, B-ի, C-ի և D-ի։ Ուրեմն այստեղ, ինչպես տեսնում ենք, արտադրիչներից մեկը հավասար է 0-ի։ Ուրեմն առանց արժեքները տեղադրելու, կարող եմ տեղադրել, բայց վերջում մենք կստանանք արտադրյալը հավասար է 0-ի։ Ուրեմն կգրենք 2 անգամ B-ն 3-ի քառակուսի անգամ C-ն 4-ի խորանարդ անգամ D-ն հավասար է 0-ի։ Անգամ հաշվելու կարիք չկա, քանի որ արտադրիչներից մեկը հավասար է 0-ի, արտադրյալը կստանանք 0։ Վարժություն 160։ Հաշվեք արտահայտության արժեքը։ Լուծենք G օրինակը։ 100 ֆակտորիալից հանած 99 անգամ 99 ֆակտորիալ բաժանած 98 ֆակտորիալի։ 100 ֆակտորիալը դա 1-ից 100 թվերի արտադրյալն է, գրենք 1 անգամ 2 անգամ և այլն անգամ 99 անգամ 100 հանած 99 անգամ 99 ֆակտորիալը դա 1-ից 99 թվերի արտադրյալն է, անգամ և այլն անգամ 99 և 98 ֆակտորիալը դա 1-ից 98 թվերի արտադրյալն է։
հավասար է։ Առաջին հերթին մենք այստեղ վերևում համարիչում կարող ենք 1-ից 99 թվերը դուրս բերել փակագծից, 1-ից 99 թվերը դա 99 ֆակտորիալն է։ Եվ փակագծում կունենանք, կմնա այստեղ 100-ը, հանած, այստեղ կմնա 99, քանի որ 1-ից 99 ընդհանուր դուրս ենք բերել փակագծից։ Հանած 99։ Բաժանած, ես արդեն գրեցի, որ 98 ֆակտորիալը դա 1-ից 98 թվերի արտադրյալն է, նորից գրեմ 98 ֆակտորիալ։ Հավասար է։ 100-ից հանած 99 հավասար է 1-ին, այսինքն համարիչում կմնա 99 ֆակտորիալ, որտև 99 ֆակտորիալ անգամ 1 հավասար է 99 ֆակտորիալ, բաժանած 98 ֆակտորիալ։ 99 ֆակտորիալը դա 1-ից 99 թվերի արտադրյալն է և 98 ֆակտորիալը դա 1-ից 98 թվերի արտադրյալն է։ Եթե 99 ֆակտորիալը բաժանենք 98 ֆակտորիալի, արդյունքում կմնա 99, կրկին գրեմ, 99 ֆակտորիալը դա 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ և այլն 99, բաժանած 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ և այլն անգամ 98։ Այս վերևում էլ գրենք 98, որ ավելի պարզ լինի, 98 անգամ 99։ Այս արտադրիչները 1-ից 98-ը և այստեղ 1-ից 98-ը կկրճատվեն, կունենանք 1, 1 և կմնա 99։ Մենք հաշվեցինք արտահայտության արժեքը և ստացանք 99։